Վենդուլյան։ Դե փաստորեն Սաթիկ Սեյրարյանի խմբագիրներն են եղել, իմ պապաներն են եղել։ Հիմա որ սես նայում եմ ավակ սերնդի լրագրողներին, սես մանկությունս է դիմացս գալիս, որ այդ Պրագայում ազատությունում իրանք այդ լուրջ գործերն էին անում, այստեղ վազվզում չարաճճիջություն էի անում քրոջս հետ։ Ամեն դեպքում հետո դե ես էլ գնացի այդ հետքերով լրագրություն սովորելու, այդ տանա միշտ այդ խոսակցություններն էլ լրագրության մասին, թե հմտության, թե էթիկայի, ու հիմա այս տարիների ընթացքում ոնց որ լուսանցքից դուրս է գնացել այդ լրագրության խնդիրը, հա, ավելի առաջին տեղ ավելի լուրջ խնդիրներ են եկել, ու այդ մասնագիտությունը ոնց որ իր դերակատարությունը շատ արագ կատարի ու չհասցնի ինքը իրան վերլուծի, թե այս ժամանակաշրջանում ինչպեսին պիտի լինի, ինչ նոր ոճեր պետք է գանվի, խոսքով այդ քննարկումները չկան, հա, լրիվ ուրիշ տեղ է քննարկումները, ու ես վստահ եմ, որ այս մրցանակը հենց այդ քննարկումները վերադարձնելու համար է, թե ինչպեսին պետք է լինի լրագրությունը, ինչ կանոնների հետևի, ինչպես կատարելագործվի եւ այլն։ Ու երբ որ այս մրցանակաբաշխությունը սկսում էին հիմնել, մամաս Ռուզանա Խաչատրյան ասաց, որ Արմենը երբեք չի ստացել մրցանակ, իսկ ես այն մարդկանցից եմ, որ այն բոլոր իր սկզբունքները պահելու հետևանքով այն բոլոր անարդարությունների մեջով, որ անցնում էր, ես նաև դա տեսնում էի տանը։ Ու կարող եմ ասել, որ ամեն ինչ շատ օրինաչափ է, որովհետև Արմեն Դուլյանը ոչ թե պետք է մրցանակ ստանար, այլ լիներ մրցանակ։ Շնորհակալություն։